Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական միության 152-րդ վերաժողովում ելույթ է ունեցել ազգային ժողովի նախագահը։ Քննարկվող հույսի սերմանում, խաղաղության ապահովում եւ արդարության երաշխավորում ապագա սերունդների համար թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել, ընդգծել է Ալեն Սիմոնյանը։ Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն, ծաղկողներ կան եւ ապագան կառուցվում են հույսի, խաղաղության եւ արդարության հիմքերի վրա։ Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձևավորում մեր քաղաքականությունը եւ ուղղորդում մեր գործողությունները։ Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական եւ տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ։ Հայաստանը խորապես մտահոգված է Իրանում ստեղծված իրավիճակով։ Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել, նշել է խորհրդարանի ղեկավարը, անդրադարձել հայ-ադրբեջանական կարգավորմանը։ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ առաջնորդների ստորագրած համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում, սա իրապես մեծագույն նվաճում է։ Սակայն մեր տեսլականն ավելի լայն է, մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել, տեղեկացրել է Սիմոնյանը։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի իրականացումը եւս մեկ կարևոր հանգրվան է։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առևտրային ուղիները, հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա, թրիփն ունի Հարավային Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ։ Ազգային ժողովի նախագահի խոսքով տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտուրը սկսել է ձևավորվել։ Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից։ Սրանք խաղաղության արդյունքներն են, շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում երկու երկրի ժողովրդին։ Միևնույն ժամանակ դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Վստահության համապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ միավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։ Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով։ Մեր պարտականությունն է արժանի լինել նրանց, թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն։ Ելույթը եզրափակել է ազգային ժողովի նախագահը Քրիստինե Թորոսյան, լուրեր։